Եկեք անկեղծ լինենք, սովորաբար մարդիկ հունվարին են մտածում առաջիկա տարվա հեռանկարների մասին, փորձում են կռահել, թե ինչ է սպասվում նոր սկսված տարում։ Բայց այս հունվարը, համաձայնեք, մեզ մոտ այնքան բուռն ստացվեց, որ ճիշտն ասած ապագայի մասին մտածելու ժամանակ էլ չեղավ, աննախադեպ լարվածություն սահմաններին, հետո էլ Գյումրվա ողբերգությունը ու հունվարի վերջին օրն էլ անսովոր բան կատարվեց Բերձորում, երբ գոնե իմ կարծիքով Արցախի իշխանությունները մեղմ ասած ոչ համարժեք արձագանքեցին Հայաստանում նախաձեռնված քաղաքական ակցիային։ Բայց գոնե հիմա, երբ արդեն մի քանի օր է ինչ սկսվել է փետրվարը, կարող ենք առաջ նայել, տեսեք։ Եթե ես որպես շարքային քաղաքացի առավոտյան արթնանամ ու բացեմ Հայաստանի պատուհանները եւ նայեմ աշխարհին, երկու բան կարող եմ տեսնել։ Ողջ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, գոնե տնտեսական առումով, որն ինձ որպես սովորական սպառող ամենից շատն է հետաքրում, կարծես թե առանձնապես մտահոգիչ բան չկա, ավելին։ Այդ բաց պատուհանից նայում եմ Եվրոպային ու տեսնում, որ նույնիսկ Հունաստանում իրենց վերջին ընտրություններից հետո բնակչության մոտ շատ որոշակի հույսեր են արթնացել, չգիտեմ, որքանով են արդարացված այդ հույսերը, բայց եթե հայացքս ուղղում եմ ավելի բարձր դեպի հյուսիս, նկատում եմ, որ գոնե բարեկեցիկ Եվրոպայում իրավիճակը ամենևին էլ վատը չէ։ Գիտեմ, որ պրոֆեսիոնալ տնտեսագետները ինձ հետ կարող են չհամաձայնել, բայց ես հասարակ մարդու տեսակետից եմ ամեն ինչ նայում, գները Եվրոպայի առնվազն որոշ երկրներում նվազում են։ Միայն Մեծ Բրիտանիայի օրինակը բերեմ, այն սննդամթերքը, որը անգլիացին, ասենք Tesco լոնդոնյան սուպերմարկետից անցած տարվա այս նույն փետրվարին գնում էր ճաշ պատրաստելու համար, հիմա արժե մոտ կես տոկոսով ավելի էժան։ Զգում եմ, որ հիմա հեգնական ժպիտով ասում եք լավ կես տոկոսը էդ ինչ մի էժանացում է։ Երկու փաստարկ բերեմ, նախ այդ երբեք տեսել, որ սննդամթերքը ընդհանրապես էժանանա, չգիտեմ, ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայկական կարագի տուփը Երևանյան խանութից 400 դրամով էի գնում, հիմա 800 դրամ է։ Ու սա միայն մեզ մոտ չէ, նույն բրիտանական աղբյուրները փաստում են, որ 1989 թվականից ի վեր, երբ իրենց մոտ առաջին անգամ շրջանառության մեջ մտցվեց այսպես կոչված սպառողական գների ցուցիչը, այս տարի առաջին անգամն է, որ սննդամթերքը էժանանում է, միշտ թանկացել է, ինչպես մեզ մոտ Հայաստանում։ Եվ երկրորդը, էլեկտրականության գինը Բրիտանիայում նվազել է ավելի քան 7%-ով։ Կարծում եմ այն հայաստանցիները, որոնք հիմա ոչ թե գազով, այլ էլեկտրականությամբ են տաքացնում իրենց բնակարանները, շատ լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում ձմռան պայմաններում 7%-ով ավելի քիչ մուծել։ Բայց փակենք եվրոպական պատուհանը, բացենք բոլորիս համար շատ ավելի հարազատ ռուսաստանյանը, լրիվ հակառակ պատկերն է, միանգամայն հասկանալի պատճառով Եվրոպան նավթի ցածր գներից շահում է, Ռուսաստանը հսկայական կորուստներ է կրում, չեմ ուզում ապոկալիպտիկ տեսարաններ նկարագրել, բոլորս էլ Ռուսաստանում բարեկամներ եւ ընկերներ ունենք, բոլորս էլ ռուսաստանյան հեռուստատեսություն ենք դիտում, ինչ որ ահավոր, սարսափելի բան չի կատարվում այնտեղ։ Պարզապես բոլորը ձգում են իրենց գոտիները, թե իշխանությունները, թե հասարակ մարդիկ, հենց այսօրվա լրահոսից։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը որոշել է խիստ կրճատել падգամավորների արտասահմանյան ուղևորությունները, նույնիսկ ավտոմեքենաների քանակը, իսկ հասարակ մարդիկ այժմ փորձում են վաճառել այն կենցաղային տեխնիկան, որը գնել էին դեկտեմբերին։ Երևի հասկանում եք, թե ինչու։ Դեկտեմբերին, երբ իրենց ազգային տարադրամը նոր էր սկսել գահավիժել, ռուբլին դեռ 50 էր, բոլորը նետվեցին էլեկտրոնիկայի խանութները, հիմա դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ 70-ից
Անցե կարելի է այդ նույն տեխնիկան շահեկանորեն վաճառել, մանավանդ, որ հենց այդ նպատակով էլ գնել էին պետք չեկող ապրանքը։ Որպես հայաստանցի շատ կուզեի անմիջապես փակել դեպի Ռուսաստան բացվող այս տխուր պատուհանը, բայց չեմ կարող։ Փող եմ ստանում այնտեղից, մեծ փող։ Մեր համախառն ներքին արդյունքի 15%-ը։ Նախորդ տարվա վերջին ամիսներին այս փողի հոսքը, այսինքն անհատական բանկային փոխանցումները Ռուսաստանից կրճատվել են մոտ 30%-ով, մոտ 1/3-ով։ Սա պնդում է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալություններից մեկը Fitch-ը։ Մի քանի օր առաջ այս կառույցը Լոնդոնում հրապարակել է իր կանխատեսումները Հայաստանի վերաբերյալ, ինչպես միշտ հայաստանյան պաշտոնյաները ոչ մի արձագանք չեն տվել։ Ես լինեի պաշտոնյա, ճիշտն ասած կարձագանքեի, որովհետև բավական օբյեկտիվ է գնահատականը։ Հայաստանի տնտեսական վիճակը համաշխարհային միտումներից եւ մանավանդ Ռուսաստանից շատ է կախված։ Տեսեք, նավթի իջած գները պետք է որ Հայաստանի վրա լավ ազդեցություն ունենան, որովհետև մենք նավթ չենք արտադրում, միայն սպառում ենք։ Բայց նավթի գներին զուգահեռ համաշխարհային շուկայում անկում են ապրել նաև մետաղների եւ ամենակարևորը պղնձի գները, իսկ դա, ինչպես նշում է Fitch-ը, մեր հայաստանյան արտահանման ողջ ծավալի գրեթե կեսն է։ Հասկանում եմ իհարկե, որ Աչափնյակում կամ Նոր Նորքի զանգվածում ապրող երևանցուն պղնձի գներից շատ ավելի շատ հետաքրքրում է, թե մոտակա խանութում կարագը ինչ գնով է գնելու այս տարի։ Fitch-ը կանխատեսում է, որ թեև Հայաստանի կենտրոնական բանկը ինֆլյացիայի մակարդակը այս տարի նախատեսում է 2.5-ից 5.5%, իրականում այն կկազմի 6.5%, համաձայն եք։ Եթե կարագի տուփը, որի գինը մի քանի տարվա ընթացքում 2 անգամ է ավելացել, այս տարի ընդամենը 6.5%-ով թանկանա, առանձնապես մեծ բան չի լինի։ Նկատի ունեմ սոցիալական դժգոհությունը։ Եվ միջազգային այդ հեղինակավոր գործակալությունն էլ է ասում, դժվար թե 2015-ին Հայաստանում հարցականի տակ դրվի քաղաքական եւ սոցիալական կայունությունը։ Այ հենց սրա համար եմ ասում, ես լինեի պաշտոնյա, ամեն կերպ կտարածեի եւ կմեջբերեի այս կանխատեսումը, որովհետեւ որպես պաշտոնյայի ինձ համար շատ շահեկան է կայունությունը։ Այլ հարց է, թե հասարակ հայաստանցին ինչպես է ընկալում այդ նույն կայունությունը։ Այսինքն, մոտավորապես այսպես, ամեն ինչ նույնն է մնալու, միայն կարագը կթանկանա 6.5%-ով, բայց սա արդեն բոլորովին այլ խոսակցություն է, հոդեմ չեք։